Վարդան Ղուկասյան, հայտնի Դոկ կամ Դոկ մականունով, ապրիլի 25, 1977 Երան, հայկական ԽՍՀՄ, հայ քաղաքական հասարակական կուսակցական գործիչ, վիդեոբլոգեր։ Հայաստանի ռազմական ոստիկանության Հայաստանի ոստիկանության նախկին սպա, հանրային ձայն կուսակցության պատվավոր նախագահ, դեմոկրատիա, օրենք կարգապահություն կուսակցության հիմնադիր պատվավոր նախագահ։ Ծնվել է 1977 թ. ապրիլի 25-ին Երանում։ 1994 թ. ավարտել է հոկտեմբերյանի 4 միջնակարգ դպրոցը, 1994-1997 թ.-ին սովորել է Երանի երկու պետական բժշկական ուսումնարանի բուժական գործ ֆակուլտետում, մասնագիտացումը, բուժակ, ավարտել է 1997 թ. կարմիր դիպլոմով, 1997-1999 թ.-ին ծառայել է Հայաստանի զինված ուժերում, 2005 թ. ավարտել է Դմխիթար Գոշ, հայ-ռուսական միջազգային համալսարանը, իրավագետի բակալավրի աստիճանով։ Աշխատանքային գործունեություն 1999-2010 թ.-ին ծառայել է ՀՊՆ ռազմական ոստիկանության վարչության համակարգում, նախ որպես բուժակ, ապա որպես օպերատիվ բլոկի աշխատակից նույն վարչության տարբեր ստորաբաժանումներում 2000 թ.-ից 2010-2011 թ.-ին եղել է Հայաստանի պաշտպանության փոխնախարարի աշխատակազմի սպա, 2011-2014 թ. ծառայել է Հայաստանի ոստիկանության համակարգում։ Վարդան Ղուկասյանը արտերկրում գտնվելու ընթացքում YouTube, Facebook կայքերի իր անձնական հաշիվներով սկսել է հասարակական քաղաքական տեսանյութերի հրապարակում, ուղիղ հեռարձակումներ, որոնք կարճ ժամանակում մեծ մասսայականություն են ստացել։ Տեսանյութերում նա հանդես է գալիս ոչ նորմատիվային խոսույթով տարատեսակ բռնությունների, հատկապես սեռական բռնության կոչերով։ Քաղաքական գործունեություն, Հայոց հայրենիք կուսակցություն, 2021 թ. արտահերթ ընտրություններին մասնակցում էր Հայոց հայրենիք կուսակցությունը, որի թռուցիկների վրա փակցված էր Վարդան Ղուկասյանի նկարը, չնայած նա ներառված չէր ցուցակում, քանի որ գտնվում էր հետախուզման մեջ։ Հանրային ձայն կուսակցություն Հանրային ձայն կուսակցությունը ստեղծվել է 2022 թ. օգոստոսի 6-ին։ Երանում կայացած կուսակցական համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Արտակ Գալստյանը, իսկ պատվավոր նախագահ ընտրվել է Վարդան Ղուկասյանը։ Ներկայումս կուսակցությունը գործում է որպես արտախորհրդարանական ուժ։ Կուսակցությունը մասնակցել է Երանի 2023 թ. ավագանու ընտրություններին, ստանալով ավագանու 7 մանդատ։ Դոկ կուսակցություն 2024 թ. հունվարի 19-ին հանրային ձայն կուսակցության համագումարում Ղուկասյանը հայտարարեց, որ ստեղծում է նոր Դոկ կուսակցություն դեմոկրատիա, օրենք կարգապահություն։ 2023 թ. մայիսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հարուցել է հանրային քրեական հետապնդում հանրային ձայն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Հայաստանի ոստիկանությունը նախաձեռնել է Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում Վարդան Ղուկասյանի նկատմամբ։